Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք նրբագույն խմորով կարկանդակներ։ Կերակուրը պատրաստելու համար մեզ հարկավոր է սունկ ագարիկոն, բանջարեղեն, խնձորի քացախ, կաթի սերուցք, կարագ, պարմեզան, պանիր, արդֆուտ, համի արվեստ եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Սրանք էին հիմնական բաղադրիչները։ Սկսենք պատրաստելու ենք կարկանդակներ։ Սկսենք խմորից, գործ ենք դնում սիրելի ամանը։ Նախապատրաստում ենք խմորի ջրիկ բաղադրիչները։ Կվերցնեմ 150 մլ գոլից դեպի տաք, կարելի ասել գոլ, 150 մլ գոլ ջուր, համեմում ենք այն մառանիկ ընկերության 1 թեյի գթալ աղով, մեկ թեյի գթալ շաքարավազով, հարում ենք այնքան, մինչև շաքարավազը ձուլվի։ Հենց շաքարավազը ձուլվեց, ավելացնում ենք 1 ճաշի գթալ խնձորի քացախ, 150 մլ բուսայուղ, մնաց սրան խառնել մառանիկ ընկերության ցորենի ալյուր, վերցրել եմ 450 գրամ ալյուր, քիչ-քիչ ավելացնում ենք և հարում ենք, հենց խմորը պնդանա, կսկսենք ձեռքով շաղախել, բայց ավելի լավ է ալյուրը այսպես չլցնել, ավելի լավ է այն մաղել, մենք միշտ այդպես ենք անում, հագեցնում ենք ալյուրը թթվածնով։ Արի այստեղ, պետք է ստանանք էլաստիկ խմոր։ Ժամանակն է հարիչը հանգիստ թողնել։ Դու ազատ ես, քո գործը արեցիր։ Սեղանին մի փոքր ալյուր ենք շաղ տալիս։ Տեղափոխում ենք խմորը և արդեն հումցում։ Դու հեռու չգնաս։ Ավելացնում ալյուր։ Ստացանք էլաստիկ, ձեռքերին չկպչող, նրբագույն խմոր։ Սա պետք է թողնել ամենակիչը 30 րոպե հանգստանա։ Հենց նույն սիրելի ամանի մեջ են գցում։ Դու քո գործը, չէ, դու մնա։ Ծածկենք ինչ-որ բանով։ Խճողակի համար խաշել եմ կարտոֆիլ, 800 գրամ կամ միջին 4 կարտոֆիլ, այդպես կարող է կողմնորոշվել։ Կափարիչը կօգտագործենք, սրբում ենք գոլոշուց, դնում ենք խմորի վրա, թողնում ենք հանգստանա, հանգստացիր խմոր։ Քամում ենք կարտոֆիլը, և լցնում ենք մյուս սիրելի ամանի մեջ։ Հիմա ես կբերեմ մյուս սիրելի ամանը։ Արի այստեղ, քեզ փնտրում էին։
եւ տրորում ենք։ Քանի դեռ կարտոֆիլը տաք է, շատ արագ ավելացնում ենք կարագ։ Հանենք այն ամեն ինչը կարող է մեզ պետք գալ։ Մոտ 50 գրամ կարագ ենք ավելացնում, կտրատենք շերտերով, որ հեշտ հալվի։ Անմիջապես կհամեմեմ Մարանիկ ընկերության աղով, չորս պղպեղով, Մարանիկ ընկերության չորացրած սամիթով, լավ է, շարունակում ենք տրորել։ Կարտոֆիլի խյուսին նրբություն հաղորդելու համար կառաջարկեմ 50 մլ կաթի սերուցք։ Անցնենք սիլիկոնե գդալին։ Կարկանդակի համար առաջարկելու եմ երկու տարբեր խճուղակներ։ Մեկը կարտոֆիլով, որը պատրաստում ենք արդեն, մյուսը կաղամբով։ Երկուսի համար էլ հարկավոր է սոխարած։ Տեղադրում ենք տախտակը։ Եվ երկու գլուխ սոխ մանր կտրատում ենք։ Կարելի է արդեն կրակին դնել տապակը, թող տաքանա, զուր ժամանակ չկորցնենք։ Սոխը կտապակենք բուսայուղի եւ կարագի խառնուրդով։ Սոխը կկտրատենք մանր։ Սա պահեստավորենք։ Երկրորդ սոխը մանր կկտրատենք եւ անմիջապես կտապակենք։ Անմիջապես սոխը սովորության համաձայն կհամեմեմ Մարանիկ ընկերության աղով, շաքարավազով եւ սոդայով նրբահամ դարձնելու համար։ Բացի սոխից կարտոֆիլին առաջարկում եմ ավելացնել սունկ ագարիկոն։ Վերցրել եմ 250 գրամ, սա էլ մանր կտրատում ենք։ Հենց սունկը կարմրեց, սոխարած հետ միասին
կլցնենք կարտոֆիլի խյուսի վրա։ Մինչ սունկը տապակվում է, անցնենք մյուս խճողակին։ Նախապատրաստենք կաղամբը։ Վերցրել եմ 500 գրամ կաղամբ, փոքրիկ կաղամբ։ Հեռացնում ենք պտղակոթը։ Եվ մանր կտրատում։ Լցնում ենք ապակյա թասի մեջ, համեմում ենք Մարանիկ ընկերության աղով, շաքարավազով, կարելի ասել մեկական պտղունց։ Տրորում ենք։ Թող մնա կաղամբը, հյութը դուրս գցի, այդպես կաղամբը ավելի նուրբ է դառնում։ Ավելացնում ենք սունկը և սոխը կարտոֆիլին։ Տապակը վերադարձնում ենք ետ, ավելացնում ենք մի փոքր բուսայուղ, անմիջապես լցնում ենք սոխը, կրկին համեմում ենք 3 համեմունքներով, Մարանիկ ընկերության աղով, շաքարավազով և սոդայով։ Կարտոֆիլին կառաջարկեմ ավելացնել նաև Art-Food ընկերության բաղացուեցված կանաչ ոլոր։ Մեկ մեծ բաժակ։ Կհամեմեմ նաև Մարանիկ ընկերության քրքումով, այն ոսկեզոծ երանգ կհաղորդի կարտոֆիլի խյուսին։ Համ տեսենք, շատ համեղ է և նուրբ կարևոր է։ Թող մնա, սա արդեն պատրաստ է, թող մնա, սառը չի։ Անցնենք կաղամբով խճողակին, սոխը տապակվում է, սրանք ավելացնեմ 1 գազար, քերած վիճակում։ Քերում ենք մեծ անցքերով։ Վերցրու, փոքր է, բայց վիտամիններ կան։ Ընդունիր։ Քիչ քանակություն։ Հենց գազարը փափկեց, ավելացնում ենք կաղամբը, կաղամբի խճողակը կառաջարկեմ մի փոքր կծու անել, կվերցնեմ 1 չիլի պղպեղ, կտրատում ենք այն նույնպես մանր, Բացի կծվությունից կաղամբին կառաջարկեմ նաև թթվաշություն ավելացնել, կվերցնեմ Art-Food ընկերության մարինացված վարունգներ, 10 մանրավարունգ, ինչ ենք անում, քերում ենք, վերադարձիր, կքերեմ մեծ անցքերով,
Այ հիմա ազատ ես։ Անմիջապես կավելացնեմ նաև Art Food ընկերության կետչուպ, մեքսիկական, մոտ 2 ճաշի գթալ։ Մարանիկ ընկերության սխտորի փոշի, մոտ 1 ճաշի գթալ։ Կարտոֆիլի խճողակին կավելացնեմ 30 գրամ պարմեզան պանիր, այդպես ավելի համեղ կստացվի։ Այ հիմա արդեն պատրաստ է կարտոֆիլի խճողակը, եւս 2 րոպե կաղամը կտապակենք, որից հետո 2 խճողակներն էլ կսառեցնենք եւ կձևավորենք կարկանդակներ։ Մինչ այդ խմորը թող հանգստանա։ Խմորը մոտ 1 ժամ հանգստացավ, շատ ավելի լավ։ Սա տեղափոխում ենք սեղանին, ասեմ, որ ալյուրի կարիք չկա։ Այն յուղոտ խմորը եւ սեղանին չպետք է կպնի։ Մի քիչ հարկավոր է ալյուր, որ պնդանա։ Շատ փափուկ է։ Շաղ ենք տալիս Մարանիկ ընկերության ցորենի ալյուր, կարելի է ձեռքերներ մի փոքր ալյուր ուտել։ Կողքինը։ Գլան ենք ձևավորում, կտրատում ենք չափաբաժինների։ Ամեն կտորը գնդում ենք և դասավորում գունավոր հարթության վրա։ Եվ դասավորում ենք։ Ծածկում ենք սրբիչով և հերթով բացում ենք խմորը։ Բարակ։ Բացում ենք բարակ և ուղղանկյուն։ Որից հետո դնում ենք խճողակից այս մասում։ Սկսենք կարտոֆիլով խճողակից։ Խմորը կողքերից վրա ենք բերում, նախ սա բերենք վրա, հետո կողքերից ենք խմորը վրա բերում, և փաթաթում ենք։ Շատ լավ ստացվեց։ Մի փոքր պատրվեց, բայց ոչինչ։ Մյուսը ավելի զգույշ կանենք, շատ նուրբ խմոր է։ Սա հարկավոր է շարել ջեռոցի տապակին փռած սիլիկոնե գորգի վրա։ Ջեռոցն էլ միացնենք անմիջապես 190 աստիճան։
Տաքացիր ջրոց։ Հենց այստեղից սիրուն կշարենք։ Կարկանդակը տեղադրելուց հետո ծակծկում ենք, որ եփվելու ընթացքում առաջացած գոլոշիներից խմորը չպայթի։ Եվ որպեսզի տարբերենք կարտոֆիլով խճողակը կաղամբով խճողակից, կարտոֆիլի վրա Մարանիկ ընկերության քունջուտ շաղ կտանք կարտոֆիլով կարկանդակի վրա։ Ապա շատ լավ է։ Նույն կերպ ձևավորում ենք մնացած կարկանդակները։ Քանի որ խմորը թխվելու ընթացքում այդքան չի փքվում, ավելի մոտ եմ դրել իրար, որ շատ տեղավորվի։ 190 աստիճան տաք ջեռոցում կարկանդակները թխում ենք 20-ից 25 րոպե, որից հետո մնում է միայն ըմբոշխնել։ Նրբագույն խմորով կարկանդակներ։ Խմորի համար գոլ ջրի մեջ աղ և շաքարավազ լուծել, խնձորի քացախ, բուսայուղ ավելացնել, խառնել, ալյուր մաղել, խմոր շաղախել, սեղանի վրա հունցել։ Պետք է ձեռքերին չկպչող էլաստիկ խմոր ստանալ։ Ծածկել, թողնել 30-ից 60 րոպե հանգստանա։ Առաջին խճողակի համար խաշած կարտոֆիլ տրորել, 50 գրամ կարագ, աղ, 4 պղպեղ համեմունք, չորացրած սամիտ, կաթի սերուցք լցնել, տրորել։ Բուսայուղի և կարագի խառնուրդով մանր կտրատած 1 գլուխ սող տապակել, անմիջապես համեմել աղով, շաքարավազով և սոդայով։ Սոխեռածին մանր կտրատած ագարիկոն սունկ ավելացնել, կարմրացնել, լցնել կարտոֆիլի վրա, պահածոյացված կանաչ ոլոր ավելացնել։ Խճողակը համեմել քրքումով, քերած պարմեզան պանրով, խառնել։ Երկրորդ խճողակի համար մանր կտրատած կաղամբը համեմել աղով և շաքարավազով, տրորել, թողնել հյութ դուրս գցի։ Բուսայուղով և գլուխ սոխով սոխեռած անել, անմիջապես համեմել աղով, շաքարավազով և սոդայով։ Սոխեռածին քերած գազար ավելացնել, լցնել կտրատած կաղամբը, կտրատած չիլի պղպեղ, քերած մարինացված մանավարունգ, կետչուպ, սխտորի փոշի լցնել, տապակել 2 րոպե։ Սեղանին ալյուր շաղ տալ, խմորը չափաբաժինների կտրել, գնդել։ Գնդերը ուղղանկյան ձևով բարակ բացել, մի եզրին խճողակ դնել, կողքերից փակելով, գլան ձևավորել, դնել սիլիկոնե գորգ փռած տապակին, չոփիկով ծակծկել։ Կարտոֆիլով կարկանդակների վրա քունջուտ շաղ տալ։ Կարկանդակները 190 աստիճան տաք ջեռոցում թխել 20-ից 25 րոպե։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի փափկամիս, պաստա, բանջարեղեն, պանիր մոցարելա, պարմեզան, արտֆուդ, համի արվեստ և ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե Մարանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։